Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրեր ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանին։ Այսօր Երևան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա մամուլի քարտուղարն Ազատության Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստանում կլինի փետրվարի 9-ից 10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան փետրվարի 10-ից 11-ը։ Միացյալ Նահանգների փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան։ Պաշտոնական Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու։ Իսկ նախքան Դի Վենսի այցը Հայաստան, կուսակցությունները, քաղաքական նախաձեռնությունները, իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները բազմաթիվ նամակներ են գրել Միացյալ Նահանգների փոխնախագահին, Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու արցախցիների վերադարձի հարցի եւ Ադրբեջանի զավթողական քաղաքականության վերաբերյալ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը բաց նամակ է գրել Վենսին։ Ընդդիմադիր խմբակցության ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում Միացյալ Նահանգների փոխնախագահի գործուն մասնակցությունն է։ Նամակում խմբակցությունը մասնավորապես շեշտել է. Հայաստանի իշխանությունն ապօրինի խախտում է եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը։ Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին ամենևին չենք ակնկալում ձեր միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին։ Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը եւ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։ Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին եւ հետամուտ է ընդդիմությունը։ Բագրատ Սրբազանը եւս նամակ է գրել Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին, չնայած Սրբազանը նամակում ներկայացնում է իր եւ մյուս հոգեվորականների նկատմամբ ճնշումները, բայց նամակի հիմնական ուղերձը դարձյալ գերիների վերադարձի մասին է։ Դուք մեծապես կնպաստեք իսկապես պատմական եւ երկարատև խաղաղությանը, եթե ապահովեք Երևանում եւ Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը եւ ստանաք երաշխիքներ Արցախից բռնի տեղահանված 150,000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար, նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։ Այս ամենի ֆոնին էլ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Փաշինյանին է ներկայացրել 2025-ին արտգործնախարարության կատարած աշխատանքը։ Թիվ 1 առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգը։ Գերատեսչության ներկայացրած հաշվետվության մեջ շեշտել են, որ ակտիվ աշխատել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ամրապնդման համար։ Արտգործնախարարությունն աշխատել է ինչպես ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետևողական խորացմանն, այնպես էլ նոր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Միրզոյանն արդյունավետ է համարել տարին Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման համար, նկատելով կոնկրետ շոշափելի արդյունքներ։ Հայաստանը ձգտում է զարգացնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, հարգելով փոխադարձ ինքնիշխանությունը։ Զուգահեռ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորության մասին խոսել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները։ Նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, Մերձավոր Արևելքում տիրող վիճակին վերաբերող հարցեր։ Իսկ այս ամենի հակառակ կողմում արցախցիներն են, որոնք սեփական տունն ու հայրենիքը կորցնելուց հետո բախվում են սոցիալական ծանր խնդիրների։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանի խոսքով արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների։ Նա ներկայացրել է, որ հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության եւ առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։ Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես տան վարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը եւ նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Անհապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցված աջակցության ծրագրերը իրական, արդյունավետ մեխանիզմներով եւ ապահովել համակարգված կայուն լուծումներ։ Սոցիալական անտարբերությունը չի կարող եւ չպետք է դառնա պետական քաղաքականություն։
Այս ամենին զուգահեռ շարունակվում են իշխանության բռնաճնշումները եկեղեցու նկատմամբ։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց Հայաստանի իշխանության Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր է հետևել պաշտոնական Երևանը։ Զեկույցի անգլերեն տարբերակը շուտով կհրապարակեն եւ կներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին եւ համապատասխան պաշտոնատար անձանց, Հայաստանում եւ այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։ Իսկ Թբիլիսիում ակցիա իրականացվել հաջակցություն Մայրաթորի ու Վեհափար Հայրապետի։ Միջազգային լրահոսից Իրանի խորհրդարանը դռնփակ նիստ կանի քննարկելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցը։ Ըստ իրանական լրատվամիջոցների քննարկմանը մասնակցելու է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Արտգործնախարար Արաղչին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուրանի հարստացումը ոչ միայն տեխնիկական, այլև արժանապատվության եւ անկախության հարց է։ Ըստ նրա, զիջումն այս հարցում կնշանակի թույլ տալ օտարերկրյա տերություններին որոշել Իրանի զարգացման սահմանները։ Արաղչին նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն եթե այն պարտադրվի, երկիրը չի նահանջի իր իրավունքներից։ Չնայած կոշտ հռետորաբանությանն Արաղչին շեշտել է, որ Իրանը դեռ բաց է դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծման համար, բայց միայն փոխադարձ հարգանքի եւ հավասար պայմանների հիման վրա։ Բողոքի ցույցերի ժամանակ Իրանում սպանել են 200 աշակերտի, ըստ Iran International-ի տեղեկությունը հրապարակել է Իրանի ուսուցիչների միությունը, որոնք հավաքագրել է մահացած դպրոցականների տվյալներն ու հրապարակել նրանց անունները։ Իսկ հայտնի ֆինանսիստի գործի վերաբերյալ բացահայտված փաստաթղթերը շարունակում են խառնել շատերի խաղաքարտերը։ Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը հրաժարական է տվել Փարիզի մշակութային կենտրոնի ղեկավարի պաշտոնից։ Հրաժարականի պատճառ է դարձել սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապը։ Լանգը 2013-ից գլխավորում է Արաբական աշխարհի ինստիտուտը։ Նա Ֆրանսիայի ամենահայտնի հասարակական գործիչն է, որի անունը հայտնվել է Նյու-Յորքյան մանկապիղծ գործարարի անձնական հաղորդագրությունների վերջին հրապարակումներում։ Պյատիգորսկի թիվ 5 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սանասար Սարգսյանը դարձել է քիմիայի համառուսաստանյան դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային փուլի մրցանակակիր, գլխավորելով 10-րդ դասարանցիների մրցանակակիրների աղյուսակը։ Սանասարը Արցախից է, նա սիրում է կարդալ, զբաղվում է նկարչությամբ, երազում է մասնակցել քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայի եզրափակիչ փուլին։ Ծրագրում է ընդունվել Մոսկվայի պետական համալսարան եւ դառնալ բժիշկ։ Ձմեռային օլիմպիական խաղերի մրցումային 4-րդ օրը Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի 20 կիլոմետրանոց սկիաթլոն մրցապայքարին։ 73 մասնակիցներից մեր երկիրը ներկայացնող Միքայելյանը եզրագիծը հատել է 48-րդը։ Հիշեցնեմ, նա այն մարզիկն է, որը շապիկի վրա գրված Ադրբեջան բառը ծածկել էր կպչուն թղթով։ Եվ վերջում եղանակի մասին առանձին շրջաններում եւ Երևանում սպասվում են տեղումներ նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, որոշ մարզերում քամի ուժ գնանա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։